Աշխարհի հեքիաթները շարքից Շուկայում երկու կրպակավաճառների կրպակները կողք կողքի էին և իրարից միայն մի բարակ փայտե միջնորմով էին բաժանված։ Մի կրպակում յուղ ու ձեթ էին վաճառում, մյուսում անուշահոտություններ։ Մի անգամ երեկոյան, շուկայի փակվելուց քիչ առաջ, անուշահոտություններ վաճառողը միջնորմի ճեղքից տեսավ, որ հարևանը վերահաշվում է իր ոսկե դրամները և տեղավորում դրանք մի կարմիր թաշկինակի մեջ։ Ինքն էլ սկսեց մտովի նրա հետ հաշվել։ Պարզվեց, որ թաշկինակի մեջ 165 ոսկե դրամ կա։ Ագահությունը տիրեց նրա հոգուն, ցանկացավ այդ փողի տերը դառնալ։ Դուրս վազեց փողոց և սկսեց բղավել. Օգնեցեք, ինձ թալանել են, գողացել են իմ փողերը։ Օգնեցեք, թալանել են ինձ։ Տեղն ու տեղն եկան պահնորդներն ու հարցրին. Ո՞ւմ ես կասկածում գողության մեջ։ Չգիտեմ ինչ ասեմ, փողերս կարմիր թաշկինակի մեջ տեղավորելուց հետո այստեղ ոչ ոք չի մտել։ Չէ, ինչ եմ ասում, հարևանս ձեթ վաճառողն է մտել, իսկ թաշկինակի մեջ 165 ոսկե դրամ կար։ Պահնորդները մտան կողքի կրպակն ու այնտեղ գտան կարմիր թաշկինակի մեջ պահված 165 ոսկին։ Ձեթավաճառը երդվում էր, որ դրանք իր փողերն են, բայց ոչ ոք չհավատաց։ Նրան բռնեցին և զնդան նետեցին։ Դատավորն սկսեց քննել այդ գործը, բայց պարզել, թե ով է արդար, ով մեղավոր, չկարողացավ։ Այս դատաքննության մասին իմացավ նաև քաղաքի կառավարիչը, բայց նա էլ գործից գլուխ չհանեց։ Իսկապես էլ ում հավատալ, ձեթի առևտրով զբաղվողին, թե նրա հարևանին։ Ով է ճիշտ խոսում, ով է ստում։ Քաղաքում բոլորն այս դեպքի մասին էին խոսում, բայց ոչ ոք չգիտեր, թե ինչպես կարելի է ճիշտն ու սխալը գտնել։ Մի օր կառավարիչը քաղաքից դուրս զբոսնելու էր գնացել և տեսավ խաղացող երեխաների։ Նա լսեց, որ փոքրիկներից մեկն ասաց. Եկեք դատարան խաղանք, դու կլինես ձեթավաճառը, դու նրա հարևանը։ Դիմեց նա ընկերներին։ Իսկ ես դատավորը։ Կառավարչին խաղը հետաքրքրեց։ Նա թաքնվեց մի ծառի հետևում ու սկսեց նայել։ Երեխաները գլորելով մի մեծ քար բերեցին։ Դրա վրա նստեց փոքրիկ դատավորը, իսկ կրպակավաճառները կանգնեցին նրա դիմաց։ Դրանք իմ փողերն են, այդ ոսկիները ձեթի վաճառքից եմ ստացել, ասում էր մեկը։ Ոչ, իմն են։ Պատասխանում էր մյուսը։ Ես հաշվեցի 165 դինարը, դրեցի կարմիր թաշկինակի մեջ, թաքցրի սեղանի դարակում, իսկ դու գողացար։ Փոքրիկ դատավորը լսեց երկուսին էլ և ասաց. Տաք ջրով մի թաս բերեք։ Ինչու՞։ Ես դինարները կգցեմ ջրի մեջ։ Եթե ջրի երեսին յուղի կաթիլներ հայտնվեն, ուրեմն այդ փողը ձեթավաճառինն է։ Նրա ձեռքերը յուղոտ են, նա ամբողջ օրը յուղի ու ձեթի հետ է գործ ունենում։ Դինարներն էլ յուղոտված կլինեն։ Եթե ջրի երեսը մաքուր մնաց, ուրեմն նա ստում է։ Քաղաքի կառավարիչը դուրս եկավ ծառի հետևից, համբուրեց խելացի փոքրիկին, իմացավ, թե որտեղ է ապրում, ինչ է անունը, վերադարձավ տուն և հայտարարեց, որ երկար սպասված դատավարությունը կկայանա հաջորդ օրը։
Լուրն արագ տարածվեց քաղաքով մեկ։ Հաջորդ օրը դատարանի մոտ մարդկանց հսկայական բազմություն էր հավաքվել։ Երբ երկու կրպակավաճառները ևս մեկ անգամ ներկայացրին գործը, կառավարիչը հրամայեց, որ մի թաս տաք ջուր և կարմիր թաշկինակի մեջ պահված ոսկեդրամները բերեն։ Նա դրամները լցրեց ջրի մեջ։ Ջրի երեսը ծածկվեց յուղի կաթիլներով։ Ցույց տվեք 10 մարդկանց, թող նրանք ասեն ումն են այս փողերը, հրամայեց կառավարիչը։ Իհարկե ձեթ հավաճառինն է։ Այո, ձեթ հավաճառինն է։ Դրա պատճել է պես։ Աղջիկ դրան։ 165 ոսկին նույն պահին վերադարձրին իսկական տիրոջը։ Իսկ նրա ագահ հարևանին բանտ նետեցին։ Բոլորն սկսեցին գովել իմաստուն կառավարչին, բայց նա գրկեց, վեր բարձրացրեց փոքրիկ տղային և ասաց. Իմաստունը ես չեմ, այլ այս երեխան։ Իմացեք, երեխաներից էլ կարելի է սովորել։ Բա Սա էլ էսպես։